Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր քննարկելու ենք օրերս Ադրբեջանում Բաքվում տեղի ունեցած ԱԴԱ-ի համալսարանում գագաթնաժողովը, ֆորումը, որի գլխավոր ուղերձը իհարկե հնչեց եւ մենք արդեն այդ հարցը քննարկել էինք նախագահ Իլհամ Ալիևի կողմից, բայց միևնույն ժամանակ կային նաեւ ուրիշ կարևոր ելույթներ այդ գագաթնաժողովի ժամանակ եւ հատկապես պետք է ընդգծեմ, որ Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդատուի արտաքին գործերում ուրեմն Չաղրի Էրհանի ելույթը շատ կարևոր է եւ ես կարծում եմ, որ սա մեր ուշադրությունից դուրս չպետք է մնա եւ մենք անպայման պետք է մանրամասն խոսենք նրա մասին, թե ինչ ուղերձներ է ունեցել ուրեմն գլխավոր խորհրդատուն Թուրքիայի նախագահի։ Առաջերտին կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանությունները, ինչպես նաև դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշած կրիպտոարժույթների հասցեների միջոցով։ Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 8-9-ին տեղի ունեցավ այս կարևոր միջոցառումը Բաքվում եւ դրա ընթացքում Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդատուն արտաքին գործերի հարցերով արել է մի շարք կարևոր հայտարարություններ։ Առաջի հերթին նա ասել է, որ Թուրքիան որևէ դրական քայլ չի անի դեպի Հայաստան, միջև Երևանը չընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները խաղաղության պայմանագրով ամրապնդված։ Ուստի խաղաղության պայմանագիրը միջև չկնքվի եւ նախապայմանները այդ խաղաղության պայմանագրի միջև չկատարվի, ըստ իրեն Թուրքիան չի կատարի որևէ քայլ դրական դեպի Հայաստան։ Ինչը ուրիշ խոսքերով նշանակում է, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի բացվի, միջև Հայաստանը չկատարի ուրեմն Ադրբեջանի պահանջները, իսկ դուք գիտեք, որ Ադրբեջանի գլխավոր պահանջը ուրեմն վերաբերվում է այս փուլում երկու հարցին, դա ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումն է եւ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, որ կնքվի խաղաղության պայմանագիր։ Այդ հարցերի մասին մենք արդեն խոսել ենք։ Սա է ամենակարևոր ուղերձը, բայց նաեւ կային մի շարք ուրիշ հարցեր։ Առաջինը, որ ուրեմն Էրհանը նշում է, որ Անկարայի մոտեցումները կախված են Երևանի քայլերից, այս պահանջները եւ այս նախապայմանները կատարելու ուղղությունով։ Բացի դրանից, Էրհանը խոսել է նրա մասին, որ մի շարք արևմտյան պետություններ ունեն հայամետ մոտեցում եւ խանգարում են տարածաշրջանում խաղաղությանը եւ հատկապես նշել է Ֆրանսիան։ Ուրեմն Ֆրանսիայի ուղղությունով եւ հակաարևմտյան հայտարարությունների ուղղությունով համապատասխանում է Ադրբեջանի մոտեցումը, ինչպես նաեւ Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաներից մեկն է, սա նաեւ հայտարար է։ Բացի դրանից, ադրբեջանական ուրեմն լրատվամիջոցները տարածել են եւ սա է ես ինչու մասին ուզում եի ավելի մանրամասն ձեր հետ խոսել, այս մոտեցումը տարածել են մի փոքր ուրիշ ձևով։ Եվ սա շատ կարևոր է նաեւ քննարկել, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, հատկապես տրենդը, տարածել է Էրհանի այս ուրեմն ելույթը, այս մասը իր ելույթի մի փոքր ուրիշ ձևաչափով, որ Թուրքիան չի կայացնի որևէ դրական քայլ դեպի Հայաստան, միջև Բաքվի պայմանները ուրեմն չկատարվեն։ Եվ սա նշանակում է, որ մի փոքր տարբերություն կա այն ինչը ընկալվեց ԶԼՄ-ների կողմից եւ ինչու վրա փորձում են նաեւ ընկալում անել եւ ընդգծել հենց թուրքական եւ ադրբեջանական կողմը, որ դրական քայլ չի լինի Թուրքիայի կողմից, բայց նաև ադրբեջանական տարբեր վերլուծաբաններ են նշում, որ ոչ թե խաղաղության պայմանագրի նախապայմանները նկատի ուներ Էրհանը,
Էրդողանի խորհրդատուն, այլ Ադրբեջանի պայմանները ընդհանրապես եւ նույնիսկ այսպիսի վերլուծաբանները ասում են, որ ինքը այսպես է ասել։ Հիմա մենք չգիտենք իրականում ոնց է ասել, որովհետեւ սա եղել է ադրբեջաներեն, թուրքերեն եւ ինքը թարգմանվել է հետո անգլերեն եւ տարածվել է տարբեր ԶԼՄ-ներով, բայց ըստ ադրբեջանական պետական վերլուծաբանների, ով պետության հետ շատ սերտ կապեր ունի, Թուրքիան չի բացի սահմանը, մինչև չստանա այն, ինչ ուզում է։ Հիմա սա շատ կարևոր հարց է, այն ինչ ուզում է, թե խաղաղության պայմանագրի ուրեմն նախապայմանները, որովհետև այս երկու հարցը իրարից տարբերվում են։ Կարելի ասել, այո, Ադրբեջանը ուզում է այս երկու նախապայմանը բացահայտ, դրա մասին խոսում է, այո, ուզում է այդ երկու նախապայմանը, բայց երկու նախապայմանը որ տեղի ունենա դրանից հետո որ այդ հարցը լուծվի, այդ երկու հարցը դրանից հետո հնարավոր է, ոնց մենք տեսնում ենք խաղաղության պայմանագրի կնքումը, բայց մենք լսում ենք նաև ադրբեջանական վերլուծաբանների կողմից մի փոքր ուրիշ մոտեցում, եւ ես ուզում եմ հենց սրա մասին խոսել, որ իրենք ասում են ոչ թե Թուրքիայի հետ սահմանի բացելու հարցը կապված է միայն խաղաղության պայմանագրի հետ, այլ որ Ադրբեջանը պետք է ստանա այն, ինչ ուզում է։ Հիմա նույն համատեքստում, նույն վերլուծաբանները խոսում են նրա մասին, թե ինչ է ուզում Ադրբեջանը։ Եվ ասում են այսպիսի բառեր ճակերտներում. իրական Զանգեզուրի միջանցք կամ իրական միջանցք։ Մեզ պետք է իրական միջանցք։ Հիմա ինչ իրանք նկատի ունեն սրա մեջ։ Իրական ճակերտներում միջանցքը կամ իրական Զանգեզուրի միջանցքը խոսում է հենց նրա մասին, որ սա պետք է ունենա էքստրատերիտորիալ կարգավիճակ։ Իրանք խոսում են եւ այդ ԱԴԱ-ի համալսարանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ էլ նաեւ քննարկում կար նրա մասին, որ թուրքական աշխարհը ունի այսօր կարևոր աճող դեր, իրենց միջև համագործակցությունը զարգանում է այդ պետությունների, այդ թվում տնտեսական, լոգիստիկ եւ այլն, եւ կա անհրաժեշտություն այդպիսի կապի, այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի, բայց Ադրբեջանը մենք տեսնում ենք, որ շարունակում է պնդել, որ ցանկություն կա, որ այդ միջանցքը լինի էքստրատերիտորիալ, լինի իրական ճակերտներում։ Կարելի ասել, որ բացի այն երկու հարցի, որը սահմանադրության եւ ԵԱԿ Մինսկի խմբի մասին են, եւ որում կարծես երկուսն էլ լուծվող հարցեր են իրականում եւ ԵԱԿ Մինսկի խմբի մասին արդեն Արարատ Միրզոյանը արտաքին գործերի նախարարը այդտեղ ասաց, որ դա լուծված հարց է եւ կարելի է լուծարել, խնդիր չի լինի, բայց սահմանադրության փոփոխության հարցը ադրբեջանցիք ասում են այսպիսի բան, որ իրենց տարբեր վերլուծություններում, տարբեր ելույթներում, տարբեր վերլուծաբանները ես ուշադիր հետևում եմ բոլոր այդ ելույթներին, որ սահմանադրության հարցը պետք է լուծվի նոր սահմանադրությունով, որին պետք է Հայաստանի բնակչությունը քվեարկի, եւ եթե Հայաստանի բնակչությունը կողմ քվեարկի, այդ դեպքում միայն կընդունեն այդ փաստը, որ սահմանադրությունը փոխվել է եւ փաստորեն Հայաստանի բնակչությունն է աջակցում այդ կառավարության մոտեցմանը, բայց եթե Հայաստանի բնակչությունը չընդունի նոր սահմանադրությունը, ապա դա կնշանակի, որ փաստորեն Հայաստանը ուզում է գնալ պատերազմի ճանապարհով։ Ինչն է այստեղ նաև կարևոր, սահմանադրության հարցը իրոք երկար ժամանակ կտևի։ Եվ փաստորեն Ադրբեջանը ասում է, որ իրանց վերլուծաբանները բացահայտ են դա ասում, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որ իրենք չեն շտապում, իրենք չեն ուզում խաղաղության պայմանագիր կնքելը, շտապ կամ մոտակա ապագայում, որովհետև ԵԱԿ Մինսկի խմբի հարցը, որ կողքի դնենք, սահմանադրության հարցով իրենք կարող են մի քանի տարի ձգել նաև այս պայմանագրի կնքման հարցը։ Եվ զուգահեռ դրա մենք տենում ենք, որ սահմանադրության հարցը եթե լուծվի, նույնիսկ դրանից հետո իրենք արդեն մտցնում են օրակարգ նոր հարց, որը վերջնական հարցն է, կարելի ասել իրանց համար, որը ամենագլխավոր խնդիրն է, եւ դա հենց էքստրատերիտորիալ կարգավիճակով միջանցքն է։ Հիմա մենք միջևերջ չգիտենք Ադրբեջանը իր ցանկություններն այստեղ հնչեցնում թե ոչ, բայց մենք կարող ենք մի բան ասել հստակ, որ
ադրբեջանական ԶԼՄ-ները եւ վերլուծաբանները ասում են, այսօր Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, այսօր Իրանը պատժամիջոցների տակ է, միակ հնարավորությունը կապել Չինաստանը, Եվրոպան իրար հետ տնտեսական առումով դա թուրքական միությունն է, իսկ թուրքական միության կապի համար ամենակարևոր դերն է զբաղեցնում հենց ուրեմն Ադրբեջանը։ Եվ այդ առումով Ադրբեջանը ցանկանում է, որ ստանա այդ միջանցքը եւ դրա միջոցով ձևավորի Վրաստանից եւ Հայաստանից դուրս այսպիսի ճանապարհ, այդ է հենց էքստրատերիտորիալ կարգավիճակը եւ փաստորեն ադրբեջանական պետությունը լինի ամենալուրջ այստեղ տնտեսական կապը Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Թուրքիայի, Արաբական աշխարհի եւ Եվրոպական միության հետ, Եվրոպայի հետ։ Արևելք, արևմուտք, ամբողջ գործընթացը ուզում է վերահսկել Ադրբեջանը եւ ուզում է վերահսկել առանց Հայաստան, Հայաստանի սուվերեն տարածքներում։ Կամ երկրորդ հարցը կա եւ իրանք շարունակում են դրա մասին ակտիվ խոսել, որ Վրաստանի միջոցով են շարունակելու նաեւ այդ կապերը, բայց մենք տեսնում ենք, որ եթե Վրաստանի ժողովրդի ցանկությունով եւ եվրոպական արևմտյան պետությունների մոտեցումով էլ Վրաստանը պետք է լինի արևմուտքի ներկայացուցիչը այս տարածաշրջանում, ապա հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հակառակը կարողանում է Թուրքիան եւ Անտալիայում դա շատ լավ նաեւ երևաց եւ Կենտրոնական Ասիան, Չինաստանը այնպես անել, որ Վրաստանը լինի կարելի ասել թուրքական այդ կապի միջև չկա Զանգեզուրի միջանց կամ այն իրավիճակում երբ չկա, կարող է չլինի էլ այդպիսի ընդհանրապես գործընթաց, որովհետև եթե կողմները չպայմանավորվեն, ապա միակ ճանապարհը մնում է պատերազմը, եթե Ադրբեջանը չդիմի պատերազմի կամ Հայաստանը խոչընդոտի այդ գործընթացը, ապա միակ ճանապարհը իրական այսօր դա Վրաստանն է եւ ուստի այդ է պատճառը, ինչու է Ադրբեջանը եւ Թուրքիան եւ Չինաստանը եւ Ռուսաստանը բոլորը այսպես ակտիվ աջակցում այսօր Վրաստանի այսպես կոչված ոչ լեգիտիմ իշխանություններին, որովհետեւ իրանք այսօր հենց իրանց այդ ծրագրի մեջ նստում են շատ լավ եւ չեն համապատասխանում եվրոպական եւ Միացյալ Նահանգների մոտեցմանը տարածաշրջանում եւ սրանով լուծում են երկու հարց։ Առաջինը արևմուտքին հանում են տարածաշրջանից Վրաստանից, երկրորդը Հայաստանը շրջափակման մեջ է, Հայաստանը Վրաստանով որևէ ճանապարհ դեպի արևմուտք չունի, սրանով Վրաստանի միջոցով լուծվում է միանգամից մի քանի հարց, ինչը շատ լուրջ կարելի ասել նաև փոփոխություն է եւ ընդհանուր առումով մենք տեսնում ենք, որ ադրբեջանցիք, թուրքերը այս դեպքում նաև շատ ոչ դրական են մեղմ ասած, շատ մեղմ ասած, ոչ դրական մոտեցում ունեն Հայաստանի հանդեպ, չեն պատրաստվում խաղաղության, չեն պատրաստվում խաղաղության պայմանագիրը ստորագրել, ոչ էլ պատրաստվում են սահմանները բացել եւ նույնիսկ եթե այսօրվա պահանջները կատարվեն, ապա փաստորեն օրակարգ են միևնույն ժամանակ դնում էքստրատերիտորիալ միջանցքի հարցը, որը հասկանալիորեն կարմիր գիծ է Հայաստանի համար, ուստի խնդիրը մնում է օրակարգում եւ մենք պետք է առնվազն հետևենք, վերլուծենք եւ հասկանանք, թե ինչպես կարելի է այս հարցը լուծել, այս հարցը լուծումներ ունի եւ լուծումներից մեկը այն է, որ Վրաստանը վերադառնա եվրոպական ուղու վրա Վրաստանի համար եւ հետո արդեն նաեւ կօգնի դա նրան, որ Հայաստանը նաեւ Վրաստանի հետ միասին շարժվի դեպի եվրոպական միություն եւ Վրաստանը եւ Հայաստանը այստեղ լինեն պինդ, ամուր, որովհետև իրենց մեջքին կանգնած կլինի Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները։ Այսպիսի սցենար կա, առանց այդպիսի սցենար իհարկե շատ բարդ իրավիճակ կստեղծվի այստեղ տարածաշրջանում։ Ուստի կարծում եմ հիմա ավելի պարզ է բոլորիս համար նաեւ կարևորությունը մեր գործունեության, կարևորությունը մեր վերլուծությունների եւ ընդհանրապես ստեղծված իրավիճակը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, սիրելի հայրենակիցներ, չմոռանաք լայքել անպայման այս վերլուծությունը, մենք կհանդիպենք